Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում ու առաջարկում բաժանորդագրվել։ Թվում է թութը պարզապես համեղ ամառային միրգ է, սակայն իրականում այն բնության ամենահարուստ պարգևներից մեկն է։ Շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ այս փոքրիկ, քաղցր պտուղն առողջության, ինքնազգացողության և կյանքի որակի վրա։ Իհարկե, ոչ մի մթերք հրաշքներ չի գործում մեկ օրում, բայց եթե ամեն օր սննդակարգում ներառեք նույնիսկ 3 թութ, ժամանակի ընթացքում կարող եք նկատել բազմաթիվ դրական փոփոխություններ։ Թութը հարուստ է վիտամին C-ով, կայով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, կալցիումով և բջջանյութով։ Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ բնական հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Գիտնականները վաղուց են փաստում, որ հակաօքսիդանտներով հարուստ սննդակարգը կարող է նպաստել առողջ ծերացմանը և նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ամեն օր ընդամենը 3 թութ ուտելը կարող է նպաստել իմունային համակարգի բնական ամրապնդմանը։ C վիտամինը մասնակցում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների աշխատանքին, օգնում է ավելի արագ վերականգնվել հիվանդություններից և աջակցում է մաշկի բնական պաշտպանությանը, հատկապես սեզոնային փոփոխությունների ժամանակ, սա կարող է կարևոր դեր ունենալ առողջությունը պահպանելու գործում։ Թթվի ամենակարևոր առավելություններից մեկը նրա ազդեցությունն է սիրտ-անոթային համակարգի վրա։ Պտղի մեջ առկա կալիումը նպաստում է արյան ճնշման բնական կարգավորմանը, իսկ բջջանյութը կարող է օգնել խոլեստերինի մակարդակի վերահսկմանը առողջ սննդակարգի շրջանակում։ Սրտի առողջությունը մեծապես պայմանավորում է մարդու կյանքի որակը։ Երբ սիրտն աշխատում է արդյունավետ, մարդն ավելի շատ էներգիա ունի, ավելի քիչ է հոգնում և կարողանում է ակտիվ կյանք վարել։ Թութը նաև դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա։ Բջջանյութը խթանում է աղիների բնական աշխատանքը, նպաստում օգտակար միկրոֆլորայի պահպանմանը և օգնում է կանխել փորկապությունը։ Առողջ աղիները կապված են ոչ միայն լավ մարսողության, այլև ընդհանուր ինքնազգացողության, իմունիտետի և նույնիսկ տրամադրության հետ։ Շատ մարդիկ օրվա ընթացքում հաճախ զգում են հոգնածություն և ուժերի պակաս։ Թթվի մեջ պարունակվող բնական շաքարները օրգանիզմին ապահովում են մեղմ և կայուն էներգիայով, առանց քաղցրավենիքների նման կտրուկ տատանումների։ Բացի այդ, երկաթի պարունակությունը կարևոր է արյան կարմիր բջիջների ձևավորման համար։ Եթե օրգանիզմում երկաթի պակաս չկա, հյուսվածքներն ավելի լավ են ստանում թթվածին, և մարդն իրեն առավել առույգ է զգում։ Թութը նպաստում է նաև մաշկի առողջությանը։ C վիտամինը մասնակցում է կոլագենի արտադրությանը, որը պատասխանատու է մաշկի առաձգականության համար։ Հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից և կարող են օգնել ավելի երկար պահպանել թարմ ու առողջ տեսքը։ Տարիների ընթացքում ուղեղի առողջությունը դառնում է ավելի կարևոր։ Թթվի մեջ պարունակվող բուսական միացությունները կարող են աջակցել ուղեղի բնական աշխատանքին և պաշտպանել նյարդային բջիջները օքսիդատիվ սթրեսից։ Թեև միայն թութ ուտելը չի կանխում հիշողության հետ կապված խնդիրները, առողջ և բազմազան սննդակարգի մի մասը լինելու դեպքում այն կարող է օգտակար դեր ունենալ ճանաչողական առողջության պահպանման գործում։ Եթե զբաղվում եք սպորտով կամ պարզապես ակտիվ կենսակերպ եք վարում, թութը կարող է լավ ընտրություն լինել նաև մարզումներից հետո։ Այն պարունակում է ջուր, հանքանյութեր և բնական ածխաջրեր, որոնք օգնում են լրացնել էներգիայի պաշարները և աջակցում են օրգանիզմի վերականգնմանը։ Շատերը ցանկանում են վերահսկել մարմնի քաշը առանց խիստ սահմանափակումների։ Թութը համեմատաբար քիչ կալորիականություն ունի և հարուստ է բջջանյութով, ինչը կարող է նպաստել հագեցվածության զգացմանը։ Երբ մարդն ավելի երկար է կուշտ մնում, ավելի հեշտ է խուսափել ավելորդ խորտիկներից և պահպանել հավասարակշռված սննդակարգ։ Թթվի մեջ պարունակվող բնական պոլիֆենոլներն ուսումնասիրվում են նաև բորբոքային գործընթացների վրա դրանց հնարավոր ազդեցության տեսանկյունից։ Քրոնիկական բորբոքումը կապված է բազմաթիվ հիվանդությունների զարգացման հետ, իսկ հակաօքսիդանտներով հարուստ սնունդը
կարող է օգնել նվազեցնել օքսիդատիվ սթրեսը և աջակցել օրգանիզմի բնական պաշտպանական համակարգերին։ Աչքերի առողջության համար նույնպես կարևոր են բուսական գունանյութերը և հակաօքսիդանտները, որոնք առկա են հատկապես մուգ գույնի թթի մեջ։ Դրանք կարող են նպաստել տեսողության պահպանմանը, հատկապես առողջ ապրելակերպի և հավասարակշռված սննդակարգի պայմաններում։ Թութը կարող է օգտակար լինել նաև ոսկորների առողջության համար, քանի որ պարունակում է K վիտամին, կալցիում և մագնեզիում։ Այս նյութերը մասնակցում են ոսկրային հյուսվածքի բնական պահպանմանը և կարևոր են կյանքի բոլոր փուլերում։ Ժողովրդական բժշկության մեջ թութը դարեր շարունակ օգտագործվել է որպես առողջարար մթերք։ Թթի պտուղներից բացի կիրառվել են նաև նրա տերևները, որոնք որոշ երկրներում օգտագործվում են թեյ պատրաստելու համար։ Սակայն պետք է հիշել, որ բուժական նպատակներով որևէ բուսական միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է անպայման խորհրդակցել մասնագետի հետ։ Կարևոր է նաև հիշել, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը չի կարող փոխարինել առողջ ապրելակերպին։ Լավ քունը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, բավարար ջրի օգտագործումը, բազմազան սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը միասին են ձևավորում լավ առողջության հիմքը։ Թութը կարող է դառնալ այդ առողջ սովորությունների համեղ և արժեքավոր մասը։ Եթե ամեն օր ուտեք ընդամենը 3 թուთ, մի սպասեք հրաշքի հաջորդ առավոտյան։ Սակայն շաբաթների և ամիսների ընթացքում առողջ սննդակարգի շրջանակում այս փոքրիկ սովորությունը կարող է նպաստել ավելի լավ մարսողությանը, ավելի կայուն էներգիային, իմունային համակարգի բնական աջակցությանը, սրտանոթային առողջությանը և ընդհանուր ինքնազգացողությանը։ Հենց այսպիսի փոքր, բայց հետևողական քայլերն են ժամանակի ընթացքում ձևավորում ավելի առողջ, ակտիվ և որակյալ կյանք։ Իսկ եթե օգտակար եղավ տեսանյութը ու կարողացաք որևէ օգտակար տեղեկատվություն քաղել, ապա այդ մասին չմոռանաք գրել մեկնաբանություններ բաժնում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, որ հիվանդության, որ մրգի, հատապտղի կամ բանջարեղենի մասին կցանկանայիք նոր տեղեկություններ ստանալ, իսկ մենք կսպասենք ձեր ակտիվությանը։ Եղեք ակտիվ ու հաջորդ տեսանյութին երկար չեք սպասի։